Մենք եկել ենք Վարդաշենի 6 փողոց 66 դրոպ 1 եւ 68-ի A շենքի բնակիչներն ենք, արդեն 4-5 տարի է մեզ կառավարությունը ուղարկում է քաղաքապետարան, նախ ասեմ, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, արդեն 3-րդ տարին է, որ ինքը 4-րդ կարգ է ու այդ անձրևներից, այդ ամեն ինչից ինքը ավելի շատ վատ վիճակում է, ամբողջությամբ շենքը ճաքեր է տվել, բալկոնը փլվեն գելա, մուտքի կողմ մոտից այդ քարերը պոկվում ընկնում են, ահա որ վիճակ է, շենքի բնակիչների մեծ մասը արդեն վարձով են ապրում, լքել են սենյակները, վարձով են ապրում, որովհետև փլվում է շենքը, արդեն քանի տարի է կառավարությունը մեզ խաբում է, ասում է անպայման կտանք, կբարելավենք ու մինչև այսօր երեկ էլ նորից մեզ պատասխանել են, որ սպասեք 15 օր, արդեն 4-5 տարի է, մեզ ասում են սպասեք 1 ամիս, սպասեք 10 օր, սպասեք 15 օր ու միշտ նույն պատասխանը ու տես տարիներով ձգձգվում է, ես չգիտեմ, այդ շենքում բազմաթիվ անչափահաս երեխեք կան, ահա որ վիճակ է, չեք պատկերացնի ինչ վիճակ է, նկուղային հարկերը ամբողջությամբ կեսիչ ջուր է, կանալիզացիաները լրիվ փտել է, ամբողջ կեղտաջրերը լցվում է առաջի հարկը, ամբողջ շենքը փլուզման վիճակում է, փլուզման եզրին է, ու ես չգիտեմ մեր կառավարությունը ինչ է մտածում, մենք 18 թվին սենց թողինք ամբողջ գործը ամիսներով, օրերով, փողոցները փակելով, Նիկոլ գոռալով, ընտրեցինք, որ մեզի լավ ապագա է սպասվում, բարեկեցիկ ապագա, լավ ապագա ու մինչև այսօր այդ ապագան մենք չենք տեսնում։ Այդքան բնակչությունը, երկու շենքի բնակչությունը, այդ շենքերը փլուզվում է ու մեզ ամեն օր, ամեն տարի, ամեն ամիս մեզ խաբում են։ Մենք հիմա չգիտենք մեր վարչապետը ինչ է մտածում, ոտով գնում հասնում է ռայոնները, մարզերը, ընտրարշավը անում, թող մի հատ գա մեր հանրակացարանի շենքը, թող գա մի գիշերը տե ապրի, թող գա մի օր տենա, ինքը եկել է մի տարի առաջ, ասել է մենք կապահովենք, ու մինչև հիմա նույն վիճակն է, ու մեզ խաբում են։ 4-5 տարվա ընթացքում որևէ վերանորոգական աշխատանքներ Ոչ մի վերանորոգում չի եղել, որովհետև շենքը վերանորոգման ենթակա չի, շենքը հիմքից փլուզվում է, ամբողջ պատերը ճաքել է, իրարից հեռանում է, ինքը վերանորոգման ենթակա չի։ Քաղաքապետարանից ինչ պատասխան է տալիս, դուք նշում եք Քաղաքապետարանից մեզ ուղարկում են կառավարություն, ասում են քաղաքապետարանը միջոցներ չունի, ընդեղից ուղարկում են քաղաքապետարանը կառավարություն։ Ու տենց տարիներ շարունակ։ Ինչ անի կառավարությունը, այսինքն ֆինանսավորի, թող ապահովի բնակարաններով։ Քաղաքապետարանը ինչ հիմքով է ձեզ ուղարկում կառավարությունը։ Ասում եմ միջոցներ չունի, քաղաքապետարանը միջոցներ չունի, թող կառավարությունը անի։ Կառավարությունը այդքան հարկերը բարձրացրեց, այդքան քառապատկեց բյուջեն, ասում է քառապատկել է բյուջեն, բայց այդ քառապատկած բյուջեից այդ վթարային շենքին չի կարում ապահովի։ Ոչ թե չի կարում, այլ չի ուզում, թքած ունի իր ժողովրդի վրա։ Այն ժողովրդի, որ ոտով հանրակացարանից ամեն օր սոված ծարավ միշի ջուրձեռները գալիս էին, ճամփեքը փակում էին, որ Նիկոլին ընտրեին։ Ու այսօր մեր սիրելի վարչապետը թքած ունի այդ ժողովրդի վրա։